այն ինչ պիտի խոսամ մասամբ առնչվում է այս մեր աղոթքի հետ։ Ուզում եմ ուսումնասիրենք Տեր Հիսուսի կյանքից մի իրադարձություն, որ տեղի ունեցավ, որ բավականին գրավիչ է իր տեսակով, իր յուրահատկությամբ։ Պիտի կարդամ Ղուկաս ավետարանի 4-րդ գլխի առաջի համարից։ Եվ Հիսուսը Սուրբ Հոգով լցված Հորդանանիցը ետ դառավ եւ հոգիով անապատը տարվեց։ 40 օր սատանայից փորձվեց եւ այն օրերում ոչինչ չկերավ եւ երբ որ նրանք լրացան, սովեց։ Տեր Հիսուսը գրված է, որ Սուրբ Հոգով լցված, Սուրբ Հոգուց անապատ տարվեց։ Ինչը նախորդեց այս դեպքին, որ Տեր Հիսուսը հանկարծ Սուրբ Հոգով լցվեց։ Ինչն էր պատճառը, որ Տեր Հիսուս Սուրբ Հոգով լցվեց։ Ինչի մինչև այդ Սուրբ Հոգով չէր լցվել։ Ուզում եմ Մատթեոս ավետարանի 3-րդ գլուխ 13-ից 15-րդ համարները կարդանք։ Այն ժամանակ Հիսուսը Գալիլեայից եկավ Հորդանան Հովհաննեսի մոտ նրանից մկրտվելու։ Նախ Հորդանան եկավ, որտեղից եկավ, Գալիլեայից եկավ։ Ինչքան ճանապարհ էր Գալիլեայից մինչև Հորդանան, որտեղ Հովհաննեսը մկրտում էր։ 130 կիլոմետր։ Այն ժամանակ մեր նման չէր, որ մեքենան նստեին ու այդ 130 կիլոմետրը 2 ժամ, 2 ժամ ու կեսում հասնեին։ Նրանից օրեր պահանջվեց, որպեսզի նա ոտքով կտրեր այդ ճանապարհը եւ հասներ։ Եվ որն էր նպատակը։ Նպատակը նա էր, որ գար Հովհաննեսից մկրտվելու։ Արդյոք նա ինքը անձամբ կարիք ուներ Հովհաննեսից մկրտվելու, որտեղ ովքեր էին գնում Հովհաննեսից մկրտվելու, այս մկրտությունը ապաշխարության մկրտություն էր։ Եվ Հովհաննեսը մկրտում էր ապաշխարության համար։ Նրանք, ովքեր մեղավոր էին եւ մեղքեր էին գործել, գալիս էին Հովհաննեսից մկրտվելու եւ սրանով փաստելու, որ իրենք ապաշխարում են դեպի Աստված, դառնում են իրենց մեղքերից, իրենց մեղավոր կյանքից։ Բայց արդյոք Տեր Հիսուսին կարիք կար, որ այս 130 կիլոմետր տարածքը ոտքով կտրեր, օրերով դժվարություն քաշեր ու գար հատուկ Հովհաննեսի մոտ նրանից մկրտվելու։ Եվ Հովհաննեսն արգելում էր նրան եւ ասում. ինձ պետք է քեզանից մկրտվել, եւ դու ինձ մոտ ես գալիս։ Եվ Հիսուսը պատասխան տվեց եւ ասեց նրան. թույլ տուր հիմա, որովհետեւ այս է վայելում մեզ, որ ամեն արդարությունը կատարենք։ Տեր Հիսուսն ասում էր. պետք է, որ ես մկրտվեմ։ Պետք է, որ ես մկրտվեմ։ Ովքեր էին գալիս Տեր Հիսուսի մոտ։ Նրա մոտ գալիս էր ժողովուրդը, նրա մոտ գալիս էին մաքսավորները եւ գալիս էին զինվորները։ Եվ ամեն մեկին իր ապաշխարության կոչն ուղղում էր Հովհաննես մկրտիչը։ Բայց Տեր Հիսուսը երբ որ եկել էր, Հովհաննեսն ասում էր. դու ես ինչ ես անում, ես պետք է քու կողմից մկրտվեմ, բայց Տեր Հիսուսն ասում էր. պետք է, որ ես մկրտվեմ։ Սա մի քիչ առանձին թեմա է, չեմ ուզենա շատ ծանրանամ սրա վրա, գուցե մի ուրիշ անգամ մեզ մասին խոսենք, թե որն էր անհրաժեշտությունը, որ Տեր Հիսուսը մկրտվեր, որովհետև հաջորդիվ բավականին ծավալուն նյութ ունենք, որին պիտի անդրադառնանք։ Եվ Տեր Հիսուսն եկել էր Հովհաննեսից մկրտվելու։ Ու երբ որ մկրտվեց եւ մկրտությունից դուրս եկավ, գրված է, որ Սուրբ Հոգին աղավնու կերպարանքով իջավ նրա վրա եւ Սուրբ Հոգով լցվեց։ Տեր Հիսուսը ապրել էր անարատ կյանք եւ այս անարատությունը պատճառ էր, որպեսզի Աստված կարողանա նրա համար վկայի. ահա իմ սիրելի որդին, որին հավանել եմ։ Եվ այս հավանելու պատճառով Աստված արտոնեց իր հոգին, երբ որ Ծննդոց գրքի մեջ մենք կարդում ենք 6-րդ գլխի մեջ, որ Աստված ասեց, որ այլևս մարդու վրա իմ հոգին չմնա, որտեղ մարդը մարմին է, հանկարծ Աստված հայտնաբերեց մեկին, որի վրա կարող էր հանգչել իր հոգին։ Հայտնաբերեց մեկին, որի վրա կարող էր հանգչել իր հոգին եւ հանգիստ գտնել։
Եվ երբ որ Տեր Հիսուսի վրա հանգավ Աստծո հոգին, էջ քարավ Աստծո հոգին, Տեր Հիսուսը հանկարծ կարդացին Ղուկաս ավետարանի 4 գլխի առաջի խոսքի մեջ, որ Տեր Հիսուսը հոգուց անապատ տարվեց։ Լավ տեղ էր տանում, հարսանիքի էր տանում, քեֆիտուն էր տանում էր հանրաճանաչության, տանում էր ինքնադրսևորման, տանում էր ուրախության վայր, տանում էր ծառայության վայր, տանում էր օծության վայր, չէ, տանում էր անապատ։ Ինչ էր անապատը ինքն իրենից ներկայացնում։ Ուզում եմ բացահայտենք Սուրբ գրքից ինչ տեղ էր անապատը։ Մատթեոս ավետարանի 15-րդ գլուխ 33-րդ համարի մեջ, երբ որ կարդում ենք մի իրադարձություն էր, մի դեպք էր, որ աշակերտները Տեր Հիսուսը գնացել էր անապատ, ժողովուրդն եկել էր, որպեսզի անապատում Տեր Հիսուսից լսի հավիտենական կյանքի խոսքեր, եւ երբ որ տեսան, որ սոված են, Տեր Հիսուսն ասեց, եւ նրա աշակերտները նրան ասեցին, որտեղից մեզ այս անապատում այն չափած, որ այդ ժողովուրդը կշտացնենք։ Անապատում հաց չկա, անապատում սով կա։ Մեզանից շատերը շատ ժամանակ հայտնվում են անապատի մեջ, որովհետև Աստված ուզում է մեզ անապատ տանի։ Ճիշտ այն ձև, ոնց որ Տեր Հիսուսին անապատ տարավ Սուրբ Հոգին, երբեմն Աստված կամենում է մեզ անապատ տանել։ Միտեղ, որտեղ հաց չկա, միտեղ, որտեղ կերակուր չկա, որտեղ սով կա, որտեղ Աստծուց խոսք ես փնտրում, որտեղ ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խոսքով, որ Աստծուց է գալիս, եւ հանկարծ դու փնտրում ես Աստծուց խոսք ու Աստված լռում է։ Քո կյանքի մեջ բացահայտում ես, որ դու միտեղ ես, որտեղ սոված է հոգիդ, անընդհատ ուզում ես կշտանաս, բայց չես կարող կշտանաս, որտեղ Աստծուց հստակ խոսք չկա քո իրավիճակի համար, քո ելքի համար, քո լուծման համար, քո կարիքի համար։ Աստծուց պատասխան չկա, խոսք չկա։ Անապատը դա սովի վայր է։ Մարկոս ավետարանի 1 գլուխ 3 համարի մեջ կարդում ենք, որ կանչողի ձայնը անապատում պատրաստ արեք Տիրոջ ճանապարհը եւ շիտակ արեք նրա շավիղը։ Անապատում ճանապարհ չկա։ Անապատում ուղղություն չկա, որ դու եթե ուզում ես մի քաղաք գնաս, ուրիշ ձև չկա, եթե Վանաձորից ուզում ես սպիտակ գնաս, ճանապարհը մի հատ է։ Դու կարող ես ընկնել ճանապարհը, աջ ու ձախ չանես, դու կգնաս կհասնես սպիտակ, բայց անապատում ճանապարհ չկա։ Եվ դու կարող ես չիմանալ ուր գնալդ։ Շատերս, երբ որ Աստված մեզ տանում է անապատ, դու չգիտես ինչ անելդ, դու չգիտես ոնց վարվելդ, չգիտես ճիշտ որոշումը որն է, չգիտես ճիշտ ճանապարհը որն է, որ այս ճանապարհով գնաս, եւ անապատը դա անորոշության վայր է։ Մարկոս ավետարանի 1 գլուխ 35-րդ համարի մեջ մենք կարդում ենք, որ եւ լուսածակին առավոտանց շատ կանուխ վեր կացավ Տեր Հիսուսի մասին է խոսքը, դուրս եկավ գնաց մի անապատ տեղ եւ այնտեղ աղոթք էր անում։ Ինչի էր ընտրում անապատը, որտեղ այնտեղ մենակ էր, որտեղ այնտեղ մարդիկ չկան։ Շուկայում շատ մարդիկ կան, հրապարակում շատ մարդիկ կան, պրոսպեկտի վրա շատ մարդիկ կան, բայց ինքը գնում էր անապատ, որտեղպեսի մենակ լինի։ Անապատը դա մենակության վայր է։ Երբեմն, երբ որ Աստված քեզ կտանի անապատ, կամ եթե տարել անապատ, դու կբացահայտես, որ քո կողքին մարդիկ չկան կանգնած։ Դու մենակ ես մնացել։ Դու ուզում ես, որ քո կողքին մարդիկ եղնեն, բայց դու մենակ ես մնացել։ Անապատը մենակության վայր է։ Դու կարաս մարդկանցից նեղանաս, ասես, ինչի ոչ մեկը չի կանգնում իմ կողքին, այս իմ դժվարությունների մեջ, այս իմ ցավերի, տանջանքների, այս իմ տառապանքի, այս իմ նեղությունների մեջ, այս իմ սուքի մեջ ոչ մեկը չի կանգնում կողքից, բայց անապատը մի տեղ է, որտեղ դու մենակ պիտի լինես, որտեղ անապատում մարդիկ չկան։ Եբրայեցիս 3 գլուխ 8-րդ համարի մեջ մենք կարդում ենք, որ մի խստրացրեք ձեր սրտերն ինչպես բարկանալու ժամանակում փորձության օրը անապատի մեջ։ Անապատը մի տեղ է, որտեղ փորձություն կա։ Եվ դու փորձվում ես։ Ինչ ես փորձվում։ Փորձությունները գալիս են ու փորձում են բացահայտել սրտիդ մեջ եղածը։ Դու տեսնում ես, որ դու անապատի մեջ ես եւ
քիչ է դժվարության ու նեղության մեջ ես, հանկարծ դու պիտի ճիշտ որոշումներ կայացնես։ Ինչ է փորձությունն ինքն իրենից, փորձությունը դա իրավիճակ է, որտեղ դու պիտի ընտրություն կատարես եւ ճիշտ որոշում կայացնես, որտեղ դու փորձում ես կամ ճիշտը ընտրել կամ սխալն ընտրել, կամ ճիշտ որոշում կայացնել կամ սխալ որոշում կայացնել, կամ ընտրել աստվածայինը կամ ընտրել անձնականը, մարդկայինը։ Եվ այս անապատը փորձության վայր է։ Եվ շատերը ցավոք սրտի անապատի մեջ կայացնում են սխալ որոշումներ։ Եվ ճիշտ են ձև ոնց որ Իսրայել ժողովուրդը, երբ որ դուրս էր եկել Աստծուն հետևելու, Քանանի երկիր գնալու, եկան միտեղ հասան անապատի մեջ, որտեղ լրտեսներ գնացին, եւ հետո երբ որ իրանք չհավատացին, խստասրտություն արեցին, իրանք ստիպված էին 40 տարի մնալ անապատի մեջ։ Քանի օրվա ճանապարհ էր Եգիպտոսից մինչև Քանանի երկիր։ 11 օրվա ճանապարհ, ընդամենը 11 օրվա ճանապարհ, բայց 40 տարի է ժողովուրդը մնաց անապատի մեջ, սխալ որոշման, սխալ դիրքորոշման պատճառով, իր տրտունջի պատճառով, իր անհավատության պատճառով։ Երբեմն Աստված մեզ ուզում է անապատի մեջ տանի, որպեսի անապատի միջով մեզ Քանանի երկիր հասցնի, բայց ճանապարհին մեր սրտերը հանկարծ շեղվում են, մեր սրտերն հանկարծ խստանում են, մեր սրտերը հանկարծ դառնում են Աստծուց եւ Աստված ստիպված է լինում մեզ 40 տարի թողնել անապատի մեջ։ Երբեմն ինքներս ենք անապատը մեզ համար ընտրում որպես բնակության վայր, որտեղ մարդիկ կան, որոնք իրանց հավատքի ճանապարհի մեջ եկել են միտեղ ասել, որտեղ ինչ որ քար ա եղել իրանց առաջ, իրանք այս սխալ դիրքորոշում ունենալու պատճառով իրանք ընտրել են այս անչորության վայրի մեջ մնալը, այս անջուր վայրի մեջ մնալը։ Եվ տեսնում ես, որ մարդիկ տարիներ դառնում են Աստծուց ու մնում են իրենց անապատների մեջ։ Ինչի՞, որովհետև սխալ դիրքորոշում գրավեցին։ Լուկաս ավետարանի 8-րդ գլուխ 29-րդ համարի մեջ կարդում ենք, որ որովհետև նա պիղծ ոգուն հրամայում էր, որ այն մարդուց դուրս գա, որովհետև շատ ժամանակ էր, որ հափշտակել էր նրան եւ շղթաներով եւ ոտնակապերով կապված պահում էր, բայց կապանքները կտրում էր եւ դևից անապատ տեղեր էր տարվում։ Անապատը մի տեղ է, որտեղ դևերն իրանց լավ են զգում։ Անապատը մի տեղ է, որտեղ դևերի ազդեցությունը կա։ Տեր Հիսուսն ասում էր, երբ որ պիղծ ոգին մի մարդուց դուրս է գալիս, գնում է, որտեղ է պտտվում, անջուր տեղերում է պտտվում։ Մի տեղ, որտեղ ջուր չկա, դևերն իրանց լավ են զգում անապատի մեջ, որտեղ այդտեղ հնարավորություն ունեն մարդկային սրտերը ծռելու Աստծուց։ Անապատը դա դևերի ազդեցության տարածքն է։ Եվ դու երբ որ հանկարծ կհայտնվես անապատի մեջ, կտենաս, որ ոնց որ թե դևերի ազդեցությունը շատացել է քո կյանքի մեջ։ Հանկարծ սատանան հայտնվել է ու քեզ փորձության է մատնում, ու քեզ փորձում է Աստծուց շեղի, Աստծու խոսքից սայթակել տա, որովհետև անապատը դևերի համար հարմար միջավայր է։ Լուկաս ավետանի 15-րդ գլուխ 4-րդ համարի մեջ կարդում ենք. Ձեզանից ով է այն մարդը, որ 100 ոչխար ունենա եւ նրանցից մեկը կորցնի, չի թողնիլ 99 անապատում եւ այն կորածի ետևից գնա, մինչեւ որ գտնի նրան։ Որտեղ էր կորցրել այս ոչխարը։ Անապատում էր կորցրել, որովհետև եթե կորցրել է մի հատին, հենց այդտեղ նույն տեղում էլ թողում է այդ 99-ին, չի տանում տուն, չի տանում փարաղ, չի տանում ապահով վայր, հենց այդտեղ էլ թողնում է, գնում է այն մի հատին ման գալու։ Անապատը մի տեղ է, որտեղ մարդիկ կարան կորչեն, որտեղ մարդիկ կարան մոլորվեն։ Ու հանկարծ Տեր Հիսուսը Սուրբ Հոգուց տարվել էր այս անապատը, որպեսզի այս անապատի մեջ լինի մի տեղ, որտեղ ինքը կարող էր մոլորվել, մի տեղ, որտեղ ինքը կարող էր ճիշտ ընտրություն չկատարել եւ ճշմարտությունից շեղվել։ Հովհաննես ավետարանի
6-րդ գլուխ 49-րդ համարն ասում է. Ձեր հայրերը մանանան կերան, անապատում եւ մեռան։ Անապատը մեռնելու վայր է։ Անապատը մեռնելու վայր է։ Աստված միտումնաբար 40 տարի թողեց Իսրայելի ժողովրդին, որպեսզի այնտեղ մահանա այն սերունդը, որը տրտնջացող սերունդ էր, որը Եգիպտոսը սրտի մեջ կրող ժողովուրդ էր, որը Եգիպտոսը սիրող, աշխարհը սիրող ժողովուրդ էր։ Ու հանկարծ երբ որ դու կհայտնվես անապատում, Աստված կամենում է, որպեսզի դու լինես անապատում, որտեղ բաներ կան, որ քո կյանքի մեջ պիտի մեռնեն, եւ Աստված կամենում է մեր կյանքի մեջ բաներ սպանել, որ միայն անապատը կարող է սպանել։ Քանանը չի կարող սպանել, բայց անապատը կարող է սպանել։ Մարկոս ավետանի առաջի գլուխ 13-րդ համարում կարդում ենք. եւ նա այնտեղ անապատում էր 40 օր սատանայից փորձվելով եւ գազանների հետ էր եւ հրեշտակները ծառայում էին նրան։ Անապատը գազաններով լի տարածք է։ Երբ որ նայում ենք Հուդայի անապատը, ինչ գազաններ կան այնտեղ հայերեն չգիտեմ գիենան ոնց է, գիենաներ կան, այնտեղ գայլեր կան, աղվեսների մի երկու տեսակ կա, երբեմն հանդիպում են նաև վարազներ, եւ այս պատահում են օձեր, եւ այս գազանները Տեր Հիսուսի հետ էին, ու այս վտանգավոր վայրում, որ հանկարծ կարող էր գիշատվել գազանների կողմից, բայց Տեր Հիսուսը ընտրել էր հետևել Սուրբ Հոգուն, ընտրել էր վստահել Սուրբ Հոգուն, որտեղ Սուրբ Հոգին տարել էր անապատ մի տեղ, որտեղ գազաններ կան եւ իր կյանքը կարող էր վերջակետվել։ Դա ապահովության վայր չի, դա վտանգներով լի վայր է անապատը։ Անապատը յուրաքանչյուր մարդու համար վտանգավոր վայր է, եւ Տեր Հիսուսն ընտրել էր Սուրբ Հոգուն հետևելը։ 40 օր գրված է, որ փորձվեց Տեր Հիսուսը սատանայից։ Ղուկաս ավետարն ասում է 40 օր փորձվեց։ Մեզ հայտնի է ընդամենը 3 փորձություն, որ սատանան առաջարկեց Տեր Հիսուսին, բայց Ղուկաս ավետարն ասում է, որ 40 օր սատանայից փորձվեց։ Հավատում եմ, որ շատ ավելի փորձություններով անցել Տեր Հիսուսը այս 40 օրերի մեջ։ Եվ գուցե փորձություններից մեկը նա է, որ ինքը կարող էր հենց մերժել Սուրբ Հոգու առաջնորդությունը եւ ընտրել իր ապահովությունը եւ այս անապահով վայրից հետ վերադառնալ ապահով վայր։ Բայց նա ընտրեց վստահել Սուրբ Հոգուն, ընտրեց հետևել Սուրբ Հոգու առաջնորդությանը, որովհետև Աստված նրան օծել էր, նրա վրա հեղել էր իր հոգին, հանգչել էր նրա վրա Աստծո հոգին եւ նա ընտրություն ուներ հետևել Սուրբ Հոգուն թե ոչ։ Մեզանից ամեն մեկի կյանքի մեջ գալիս է ժամանակ, երբ որ Աստված մեզ լցնում է Սուրբ Հոգով, երբ որ Սուրբ Հոգին մեզ սկսում է առաջնորդել բաների մեջ, բայց մեր ընտրությունը որոշիչ է լինում, մենք պիտի շարունակենք հետևել Սուրբ Հոգու առաջնորդությանը թե ոչ։ Արդյոք հետևում ես Սուրբ Հոգու առաջնորդությանը։ Արդյոք ընտրում ես այն, ինչ որ Աստված առաջնորդում է քեզ անելու։ Եվ սա նույնպես փորձություն է։ Եվ մեզանից շատերը այս փորձության ժամանակ, երբ որ ունես այս հնարավորությունը, գուցե նախընտրում են չհետևել Սուրբ Հոգուն, որովհետև վստահության պակաս կա։ Եվ սա պատճառներից մեկն է, որ Աստված նորից կարող է մեզ տանել անապատ, որպեսզի մեր կյանքի մեջ անվստահությունը մեռնի, որպեսզի մեր կյանքերի մեջ Աստծուն կառչելը զարգանա ու զորանա։ Ես մի փորձություն եմ ուզում նշեմ, որ հիշատակեմ, որ երկրորդ մնացորդած 32-րդ գլխի մեջ է գրված։ 31-րդ համարի մեջ պատմությունը Եզեկիա թագավորի մասին է։ Եզեկիան մի եզակի թագավոր էր, որը Աստծուց ընտրված էր եւ Աստծու համար մեծագույն սխրանքներ արեց։ Այն ձև բաներ արեց, որ իրանից առաջ ոչ մի թագավոր չէր արել։
ինքը շատ հարստացրեց Երուսաղեմը, ջրմուղը կառուցեց, որ Երուսաղեմը ջուր ունենա, որովհետև սարի վրա էր Երուսաղեմը եւ ինքը խողովակներով ջուրը բերեց քաղաքացրեց, որ պաշարման ժամանակ խնդիր չունենան։ Ինքը տաճարի դռները ոսկով պատեց, ինքը այնքան հարստություն բերեց քաղաքի մեջ, պարտեզներ սարքեց, գոմեր սարքեց, շատ եզակի մեկն էր։ Եվ այս եզակի մեկը այնքան հարստություն էր ձեռք բերել թանկագին, թանկարժեք քարերով, որ ինքը ուզում էր, որ իր մասին իմանան։ Եվ 31-րդ համարը 32-րդ գլխի այսպես է ասում. Եվ այսպես Բաբելոնի իշխանների դեսպանների մոտ, որ ուղարկել էին նրա մոտ այն նշանի համար հարցնելու, այս ինչ նշան էր, որի համար պիտի հարցնեին նրա։ Նա հիվանդացել էր։ Եվ հիվանդանալուց հետո, երբ որ շրջվեց պատիկում, երբ որ մարգարեն եկավ նրան ու ասավ, որ Աստված ասում է, կյանքդ վերջացել է, կտակդ գրի։ Քանի տարեկան էր Եզեկիան, հիշում եք, ընդամենը 39 տարեկան։ Եվ այս 39 տարեկան երիտասարդը, որ Աստծու համար այսքան բաներ էր արել, ուզում էր, որպեսզի շարունակի Աստծու համար էլի բաներ անել։ Ու ինքը պատկերացնում էր, ասում էր, բա որ մինչև մի այսքան բարիք եմ գործել այս քաղաքի համար, Աստծո ժողովրդի համար, բա սրանից հետո ինչքան բան կշարունակեմ անել։ Եվ երբ որ իր 39 տարեկանում Աստված իրան ասում է, կյանքդ հասել է իր վերջակետին, կտակդ գրի մարգարեի միջոցով։ Ինչ անում Եզեկիան, շրջում է պատիկում ու սկսում է լացել Աստծո առաջ։ Ասում է, շնորհի ինձ, որ ապրեմ, հիշի ինչքան բարիք եմ արել, հիշի իմ արածները ու ինձ կյանք տուր։ Եվ մարգարեն հետ է վերադառնում ճանապարհի կեսից գալիս ասում է, Աստված ասում է, եւս 15 տարի տվել եմ քեզ։ Եվ որպեսի դու հավատաս, որ Աստված քեզ 15 տարի կյանք ավելացրել է, մի նշան ուզիր ինձանից։ Ասում է, չէ, ինչ նշան ուզեմ, պետք չի նշան, ասում է, չէ, ուզի։ Եվ վերջապես ասում է, թող արևի ժամացույցը 10 աստիճան, այսինքն 10 ժամով առաջ գնա, ասում է, չէ, 10 ժամ առաջ գնալը մի քիչ հեշտ է ավելի, քան հետ գնալը, բեր 10 ժամ հետ տանք ժամանակը, եւ 10 ժամ հետ են տալիս ժամանակը, եւ արևի օրվա տևողությունը, եթե ցերեկվա տևողությունը օրինակի համար պիտի լիներ 14 ժամ կամ 12 ժամ, տևում է 24 ժամ, ոչ թե 14 ժամ, 10 աստիճանով հետ է գնում, եւ մնացած հարևան երկրներում իմանում են, որ Այս ինչ բան է, պետք է օրը մտներ եւս 10 ժամ շարունակվել է։ Հետաքրքրվում են, հարց ու փորձ են անում, իմանում են, որ սա Եզեկիա թագավորի համար Աստված մի հատ նշան արել, մի հատ նշան արել, որպեսզի նա տեսնի, որ Աստծո ձեռքով բժշկություն է եկել իր կյանքի մեջ։ Եվ Եգիպտոսից դեսպաններ են գալիս հարցնելու համար այս նշանին, թե այս ինչ նշան էր, որ ոնց եղավ, ինչ եղավ։ Եվ Բաբելոնի իշխանների դեսպանների մոտ, որ ուղարկել էին նրա մոտ այն նշանի համար հարցնելու, որ երկրի մեջ եղել էր, Աստված նրան թող տվավ նրան փորձելու համար, որ նրա սրտինը բոլորն իմանա։ Իրավիճակ, որտեղ Աստված ուզեց բացահայտի Եզեկիայի սրտի մեջ ինչ կա։ Եթե Տեր Հիսուսի դեպքում տարվեց սատանայից փորձվելու համար, Եզեկիայի դեպքում ընդամենը Աստված թողեց, որ տեսնի ինչ կա Եզեկիայի սրտի մեջ։ Եվ այս փորձությունը Եզեկիան, կներեք այս բառի համար, պրավալ տվեց։ Ինչի, որտեղ երբ որ դեսպաններն եկել էին հարցնելու Աստծո հրաշքի մասին, ինքն եկավ դեսպանների մոտ ասավ, լայք եք տեսեք, ես ինչ լավ տղա եմ, լայք եք տեսեք, ես ինչ լավ թագավոր եմ, ես ինչ լավ հարստություն եմ ձեռք բերել, ես ինչ թանկարժեք բաներ ունեմ, տարավ գանձարանի մեջ ինչքան լավ բաներ կար, սա ցույց տվեց նրանց։ Ու ասավ, տեսեք, ես ինչ լավն եմ։ Բայց դրա համար չէին եկել դեսպանները, եկել էին, որ տենան Աստված ես ինչ հրաշք արել։ Եվ փոխանակ Եզեկիան իր մատը ուղեր Աստծուն, ասեր, տեսեք ինչ փառավոր է Իսրայելի Աստվածը, որ դուք այդ Աստծուն չեք երկրպագում, բայց նա Տերը տերերի,
թագավորը թագավորների, որ նա է զորություններ գործողը, որ նա է երկրի տիրակալը, ինքն ասավ, տեսեք ես ինչ լավն եմ ես, տեսեք ես ինչքան ճարպիկ եմ ես, ես ինչքան հմուտ եմ ես ինչքան լավն եմ ու զորավոր եմ ես ինչ հարստություն կարեցա ձեռք բերեմ։ Աստված թողեց, որ նրա սրտի մեջին իմանա։ Մեր կյանքի մեջ իրավիճակներ կան, որ Աստված պարզապես թողում է։ Ինքը կարա այդ իրավիճակի մեջ մեզ հատուկ առաջնորդություն տա, որ մենք հատուկ առաջնորդությունով իր կամքն անենք։ Բայց Աստված թողում է, ասում է, լա ես մի կողմ, ասենք թե իմ առաջնորդությունը չկա քո կյանքի մեջ, ասենք թե իմ ներգործությունը չկա, որ դու ճիշտ որոշում կայացնես, դու ինչ որոշում կկայացնես, դու ինչ սրտի դիրք կընտրես, դու կընտրես, որ քեզ, թե կընտրես, որ ինձ։ Ու ցավոք սրտի շատ քրիստոնյաներ նման իրավիճակների մեջ այս փորձությունը տանուլ են տալիս եւ այս փորձության մեջ բացահայտում են իրենց սրտի ծուր դիրքը։ Աստված Տեր Հիսուսին թույլ տվեց, որ գնա անապատ, որ գնա անապատ եւ ոչ միայն թույլ տվեց, այլ անձամբ առաջնորդեց։ Եթե շատ ավելի վերծանելու լինենք, չեմ ուզում այսօր խոսենք այդ փորձությունների տեսակների մասին, որտեղ դրանք մի առանձին ծավալուն նյութ են, բայց այն ինչ որ Ադամը Եդեմական պարտեզի մեջ տանուլ տվեց, այն ինչի մեջ պարտվեց Ադամը Եդեմական պարտեզի մեջ, Տեր Հիսուսը անապատի մեջ ընտրեց Աստվածայինը։ Տեր Հիսուսը այս չորության վայրի մեջ ընտրեց Աստծունը։ Այն ինչ որ ամենադրախտավայրում Ադամը ձեռից տվեց, Տեր Հիսուսը անապատի մեջ ճիշտ որոշումներ կայացրեց։ Եվ այսօր էլ Տեր Հիսուսը փորձված լինելով տարբեր փորձություններով կամենում է մեզանից ամեն մեկին առաջնորդել, որպեսզի մենք կարողանանք ճիշտ որոշումներ կայացնել մեր կյանքի տարբեր իրավիճակների մեջ։ Աստված մեզ թույլ կտա, որ մենք գնանք անապատ եւ անապատի մեջ մենք կայացնենք մեր ճիշտ որոշումները, բայց ոչ միայն այսքան, Տեր Հիսուսը ամեն օր մեզ հետ է, մեզ օգնելու, որպեսզի մենք ճիշտ որոշումներ կայացնենք։ Տեր Հիսուսը մեզ հետ է, որպեսզի մեզ զորացնի աստվածային որոշումներով մեր կյանքը զարդարելու։ Բայց սա դեռ քիչ է։ Գրված է, որ Տեր Հիսուսը անապատից ուրիշ ձևով վերադարձավ։ Կարդում ենք Ղուկաս ավետարանի մեջ 4 գլխի մեջ, որ Տեր Հիսուսը Սուրբ Հոգու զորությունով վերադարձավ անապատից։ Ոնց վերադարձավ Սուրբ Հոգու զորությունով։ Ոնց էր գնացել Սուրբ Հոգուց առաջնորդվել էր գնալու անապատ, բայց ոնց վերադարձավ Սուրբ Հոգու զորությունով վերադարձավ։ Ինչ է նշանակում Սուրբ Հոգու զորությունով։ Սա նշանակում է, որ եթե մի դեպքում միայն առաջնորդությունը կար նրա կյանքի մեջ, այս դեպքում արդեն Աստծո զորությունը կա, Սուրբ Հոգու զորությունը եւ միջամտությունը կա նրա կյանքի մեջ, եւ նրա միջոցով զորավոր գործեր էին գործում։ Ու ոչ միայն այսքան, Ղուկաս ավետարանի 9-րդ գլխի 1-րդ համարի մեջ գրված է, որ Տեր Հիսուսը զորություն եւ իշխանություն տվեց աշակերտներին, դևեր հանելու եւ բժշկություններ անելու։ Ինձ համար դժվար է պատկերացնել ինչ է նշանակում Տեր Հիսուսը իշխանություն ուներ եւ զորություն ուներ, եւ ոչ միայն իշխանություն ու զորություն ուներ, նաեւ այս իշխանությունը ու զորությունը տվեց աշակերտներին, որ նրանք կնան նույն բանն անեն։ Ես դժվար եմ պատկերացնում, գուցե դուք հեշտ եք պատկերացնում, բայց ես դժվար եմ պատկերացնում, քիչ չի ինքը ուներ, մի հատ էլ տվեց աշակերտներից։ Այդքան զորություն ուներ Տեր Հիսուսը։ Եվ Տեր Հիսուսը այդ զորությունն ուներ ցանկացած դեպի կապանքներ քանդելու, որովհետև Տեր Հիսուսը ձեռք բերեց այդ իշխանությունը, որ Ադամը ձեռից տվել էր, որովհետև Ադամը ձեռից տվեց իր առաջին լինելու, իր երկրի իշխանը լինելու այդ արտոնությունը եւ իշխանությունը։ Աստված հոգևոր աշխարհում էր իշխան եւ թագավոր ու տիրակալ, երբ որ արարչագործությունն արեց, Եդեմի պարտեզը տնկեց, երկիր մոլորակն արարեց,
մարդուն իշխանություն տվեց երկրի վրա տիրակալ լինելու։ Բայց երբ որ Ադամը մեղանչեց, այս իշխանությունը սկուտեղի վրա հրամցրեց սատանային, եւ սատանան վերցրեց այս իշխանությունը։ Բայց Տեր Հիսուսը, երբ որ նույն փորձություններով անցավ, այս իշխանությունը հետ վերցրեց։ Այս իշխանությունը հետ վերցրեց եւ նա զորություն ընդունեց Աստծուց ամեն տկարություն բժշկելու համար, ամեն հրաշքներ անելու համար։ Լավ, սա ինձ ինչ է տալիս, ինձ ինչ կտա սա։ Ուզում եմ Եփեսացիս 3-րդ գլուխ 16-րդ համարը կարդամ։ Որ իր փառքի հարստության պես տա ձեզ, որ զորությամբ հաստատվեք իր հոգու ձեռքով ներսի մարդումը, որ Քրիստոսը հավատքով բնակվի ձեր սրտերում եւ դուք սիրով արմատ գցած եւ հաստատված լինեք։ Պողոս առաքյալն ասում է, ես աղոթում եմ, որ Աստված իր փառքի հարստության պես տա ձեզ, ինչքան փառավոր է Աստված, ինչքան ճոխ է նրա փառքը։ Պողոս առաքյալն ասում է, իմ աղոթքն է, որ Աստված իր փառքի հարստության պես, այդ փառքի ճոխության պես տա ձեզ, որ զորությամբ հաստատվեք հոգու ձեռքով ներսի մարդումը։ Եթե զորությունը դրսևորվում էր դևերի նկատմամբ եւ Տեր Հիսուսը նաեւ այդ զորությունը տվել է իր աշակերտներին այդ զորությունը կիրառելու, բայց Տեր Հիսուսը այդ զորությունը տալիս է ոչ թե միայն կիրառելու դևերի նկատմամբ կամ բժշկություններ անելու համար կամ զորություններ գործելու համար, այլ Տեր Հիսուսը նաեւ այդ զորությունը տալիս է, որպեսզի մենք ներսի մարդու մեջ հաստատվենք։ Ինչ է նշանակում սա։ Վերստին ծնված քրիստոնյան Քրիստոսի բնույթ ունի։ Եվ այս համարի մեջ ասում է, Աստված կամենում է, որպեսզի Սուրբ Հոգու զորությունը ներգործվի մեր մեջ, որպեսզի մենք կարողանանք ներսի մարդու մեջ հաստատվենք, որ Քրիստոսը հավատքով բնակվի մեր սրտերի մեջ։ Աստծու հետաքրքրվածությունը սա է, որպեսզի յուրաքանչյուր քրիստոնյայի մեջ Քրիստոսը բնակվի եւ ներքին մարդու մեջ Աստծո զորության էջ կլինի, իր փառքի ճոխության պես հաստատվի մեր ներսի մարդու մեջ Աստծո զորությունը, որպեսզի մենք ներքուստ բնավորությամբ, էությամբ Քրիստոսին նման լինելով զորություն ունենանք ճիշտ որոշումներ կայացնելու, որովհետեւ մենք բացահայտում ենք, որ քրիստոնյաներս երբեմն կամենում ենք աստվածային ընտրություն կատարել, բայց ներսում տենում ես ուժը չի հերիքում, որպեսզի ճիշտ որոշում կայացնես մեղքին հաղթելու համար։ Ուժը չի հերիքում, որպեսզի մեղքին ոչ ասես։ Ուժը չի հերիքում, որպեսզի քո անձին ոչ ասես։ Ուժը չի հերիքում, որպեսզի քո անձը զոհասեղանի վրա դնես։ Բայց այս համարի մեջ ասում է, Աստված ուզում է, որպեսզի իր փառքի ճոխության պես ներգործություն լինի Սուրբ Հոգու զորությունը մեր ներքին մարդու մեջ, որ Քրիստոսը բնակվի մեր սրտերի մեջ հավատքով։ Եվ Աստծո հետաքրքրվածությունը սա, որպեսզի քրիստոնյաները զորացած եղնեն նոր մարդու մեջ, քրիստոնյաները պինդ բնավորություն ունան, նոր էությունը, աստվածային էությունը, որ վերստին ծնունդով մեզ տրվել է, որպեսզի մենք կարողանանք աստվածային էությունով ճիշտ որոշումներ, ճիշտ ընտրություններ կատարենք, Աստծո հետևից ճիշտ քայլենք, որպեսզի մենք կարողանանք ներսի մարդու մեջ հավատքով պնդացած ու զորացած լինենք։ Եվ Աստծո հետաքրքրվածությունը սա է։ Ուզում եմ քաջալերեմ քեզ։ Աստված ուզում է քեզ զորացնի։ Աստված ուզում է զորացնի քեզ։ Աստված հետաքրքրված է քեզ զորացնելու։ Արդյոք կամենում ես Աստծուց այդ զորությունն ընդունես ներսին մարդու մեջ հաստատվելու համար։ Տեր Հիսուսը գնաց անապատ, անապատում Սուրբ Հոգով լցված գնաց եւ Սուրբ Հոգու զորությունով վերադարձավ։ Անապատը ի վիճակի է մեր մեջ զորավոր ներքին մարդ կերտելու։ Անապատը ի վիճակի է մեր մեջ ներքին զորավոր մարդ կերտելու։ Եվ ուզում եմ քաջալերեմ քեզ, երբ որ Սուրբ Հոգով կլցվես, գուցե Աստված քեզ տանի անապատ։ Սուրբ Հոգով լցվելուց հետո գուցե Աստված տանի քեզ անապատ։ Ու անապատում անընդհատ առաջնորդվի Սուրբ Հոգով։ Կատարի ճիշտ որոշումներ։
Եվ երբ որ անապատից դուրս կգաս, դու ներքին ուժեղ պինդ մարդ կունենաս, Սուրբ Հոգու զորությունով հաստատված։ Եվ Աստված քեզ կզորացնի ոչ միայն ներքին բնավորություն ունենալու, այլ նաև զորություններ գործելու համար, իրափառքի համար։ Եկեք կանգնենք աղոթքի։ Մենք պիտի աղոթենք, որ Սուրբ Հոգով լցնի Աստված մեզ, որտեղ նա կամենում է մեզ լցնել Սուրբ Հոգով։ Երբ որ աշակերտները վախեցած էին, որովհետև Հիսուսի անունով քարոզել էին եւ նրանց սպառնացել էին նրանց հետ հաշվեհարդար տեսնել, նրանք գնացին Աստծո առաջ ու աղոթք արեցին եւ խնդրեցին, որ Աստված նրանց համարձակություն տա։ Որն էր Աստծո պատասխանը, Աստված նրանց Սուրբ Հոգով լցրեց եւ այնձև լցրեց, որ այդ տեղը, որտեղ իրանք աղոթում էին, շարժվեց։ Եվ Աստված հետաքրքրված է մեզ Սուրբ Հոգով լցնելու։ Տեր Հիսուսը եթե չուզենար, որ մարդիկ Սուրբ Հոգով լցվեն, չէր ասի գնացեք Երուսաղեմում սպասեք, մինչև Աստծո զորություն առնեք։ Եվ երբ որ նրանք Սուրբ Հոգով լցվեցին, այն աշակերտները, որոնք վախեցած էին փարիսեցիներից, նրանք դուրս էին եկել հրապարակներում համարձակ քարոզում էին։ Նրանք, ովքեր վերնատանը թաքուն պահված աղոթք էին անում, հիմա դուրս էին եկել հրապարակներում համարձակ քարոզում էին Հիսուսի անունը։ Ինչու? Որովհետև Սուրբ Հոգով լցվեցին։ Աստված հետաքրքրված է մեզ Սուրբ Հոգով լցնել, որպեսզի նրա զորությունը մեզանում ներգործվի ներքին պինդ մարդ ունենալու Քրիստոսի պատկերի պես, որ Քրիստոսը հավատքով բնակվի մեր սրտերի մեջ։ Սիրելի փրկիչ, մենք շնորհակալ ենք քեզանից, մենք վստահում ենք քեզ, մենք վստահում ենք քեզ, մենք վստահում ենք քո ցանկություններին, մենք վստահում ենք քո հետաքրքրվածությանը, մենք վստահում ենք քեզ, որ դու կամենում ես մեզ Սուրբ Հոգով լցնել։ Եվ ոչ միայն Սուրբ Հոգով լցնել, այլ երբեմն նաև տանել մեզ անապատ։ Տանել մեզ անապատ, որպեսզի այնտեղ մեզ մաքրագործես են բաներից, որոնցից մաքրագործվեց Իսրայելը 40 տարիների ընթացքում, բայց մենք կամենում ենք, որպեսզի դու գաս մեր կյանքերի մեջ, քո զորությունով, Սուրբ Հոգու ձեռքով մեզ հաստատելու, որպեսզի Քրիստոսը հավատքով բնակվի մեզանում, որպեսզի քո զորությունով մենք դուրս գանք անապատից, մենք կամենում ենք հետևել քեզ, անգամ եթե դու մեզ անապատ տանես, մենք կամենում ենք հետևել քեզ, որպեսզի դու մեզ անապատից Սուրբ Հոգու զորությունով սպառազինված հանես քո փառքի համար կիրառելու։ Մենք շնորհակալ ենք քեզանից, որ դու կամենում ես մեզ առաջնորդել դեպի քո կյանք։ Օրհնյալ լինի քո անունը։ Օրհնյալ լինի քո անունը։ Օրհնյալ լինի քո անունը, մեր Թագավոր ու մեր Տեր։ Մենք կամենում ենք հետևել քեզ։ Մենք կամենում ենք հետևել քեզ։ Ու մենք շնորհակալ ենք քեզանից, որ Սուրբ Հոգով առաջնորդում ես մեզ։ Ով է որ կարող է չորանապատը ծաղկեցնել, ով է որ կարող է խավարը լույս դարձնել, ով է որ կարող է դառնությունը քաղցրացնել, ով է որ կարող է մահը կյանքի փոխել։ Հիսուսը միայն աննման, Հիսուսը փառավոր արքան, Հիսուսը բարձրյալ սքանչելի,
Հիսուսը հավես երազած ով է որ կարող է մեղավորին արդարացնել ով է որ կարող է որ կարող է ուրախություն միշտ պարգևել ով է որ կարող է մարդու երջանկացնել Հիսուսը միայն աննման Հիսուսը պարավոր արքա Հիսուսը բարձրյալ սքանչելի Հիսուսը հավես երազած Հիսուսը միայն աննման Հիսուսը պարավոր արքա Հիսուսը բարձրյալ սքանչելի Հիսուսը հավես երազած Մեր հավատքի առաջնորդ ու կատարող մենք քեզ ենք նայում որովհետև դու ես մեր առաջից գնացողը դու բոլոր փորձություններով փորձված լինելով, բայց ընտիր գտնված լինելով, քո խոսքն ասում է, որ կարող ես մեզ կարեկից լինել, մեր բոլոր իրավիճակների մեջ, մեզ խորհրդատու և աջակից լինել, մեր ձեռքից բռնելով, մեզ զորացնելով, որ բոլոր փորձությունների միջով մենք հաղթող դուրս գանք։ Շնորհակալ ենք քեզանից, որ մենք մատնված չենք մեր իմաստությանը, մեր անձի կարողությանը, մեր հնարամտությանը, այլ դու մեզ աջակից և զորավիգ լինելով մեր կողքին կանգնում ես ու մեզ առաջնորդում ես դեպի քո կամքը, մեզ զորացնում ես աստվածային ընտրություններ կատարելու համար և մենք շնորհակալ ենք քեզանից, պատիվ քեզ, փառք քեզ ու մեծարան քեզ, սիրելի Փրկիչ